դրանից բարձր վերցրած դիվանով փորձելու ենք այնպես անել, որ քաղաքական գործիչը դիվան քշի վերջին անգամ։ Բազմոցը պուրակում քաղաքական ուղերձները բարձրախոսով Վանաձորի Արցախ պուրակում բոլորին դեմ եմ կուսակցությունն անցկացրել է դիվան քշելու քաղաքական ակցիան հերթական անգամ ընտրելով քարոզչության ոչ ստանդարտ ձևաչափ։ Կուսակցության ներկայացուցիչները սարդ մարդու հետ բազմոց քշելով բարձրաձայնել են իրենց ծրագրային դրույթները, նշելով, որ գործող քաղաքական համակարգը վերարտադրում է նույն ուժերին և սահմանափակում նոր քաղաքական դերակատարների հնարավորությունները։ Մասնակիցները խորհրդանշական գործողություններով ներկայացրել են իրենց հիմնական ուղերձները։ Մենք ուզում ենք ցույց տալ, թե մեր քաղաքական կառավարման մարմինները, ազգային ժողովը վերջին 5 տարում եւ առհասարակ շատ ավելի լայն հորիզոնում ինչով զբաղված եղել մարդկանց իրական խնդիրները լուծելու փոխարեն, դա անverջ մրցարշավ է եղել դիվան քշելու, կնոպկա սխմելու, անիմաստ լեզվա եւ շշամարտերի, որից քաղաքացիները որևէ դրական օգուտ էֆեկտ չեն ստացել, դրա փոխարեն մեծացրել են նրանք հասարակության ապաթիան եւ այդ զզված լավատեսությունից էլ ծնվել է բոլորին դեմ եմը, որպես բողոք, որպես հեգնանք այս քաղաքական համակարգին, որպես այդ քաղաքական համակարգի խաղի կանոնները փոխելու քաղաքական նախաձեռնություն։ Բոլորին դեմ եմ կուսակցությունը խորհրդարանի ընտրությանը մասնակցում է ինքնալուծարվող կուսակցության ձևաչափով։ Ծրագրի համաձայն ընտրությանը հաջողության հասնելու դեպքում ուժը նախատեսում է ձևավորել մինչև 100-օրյա կառավարություն, իրականացնել ընտրական համակարգի մի շարք փոփոխություններ, ապա կազմակերպել նոր ընտրություն։ Կուսակցության հիմնական առաջարկներից են կայուն մեծամասնության մեխանիզմի վերացումը, ընտրական շեմի նվազեցումը եւ քվեաթերթիկում բոլորին դեմ եմ տարբերակի առկայությունը։ Մենք երկու ուղղությամբ ենք գնում։ Առաջինը մենք մեր տարատեսակ ակցիաներով ցույց ենք տալիս, թե մեր լուրջ քաղաքական համակարգը ճակերտավոր, իրականում ինչով է զբաղված եւ որտեղ է իր լրջությունը։ Մեր ակցիաներին հաճախ տենց հումորային, անլուրջ պիտակներ են կպցնում, բայց մենք ամենայն լրջությամբ ենք այդ ակցիաները անում, որովհետեւ այդ ակցիաները այն մեդալի մյուս կողմն են, ինչով զբաղված են լուրջ գալստուկով քաղաքական գործիչները։ Երկրորդ ուղղությունը դա արդեն բովանդակության շուրջ է, որովհետև մենք քաղաքացիներից բավարար թվով քվե ստանալու դեպքում 100 օրվա ընթացքում փոխելու ենք քաղաքական համակարգի խաղի կանոնները ձևավորող 3 օրենքներ, օրենքում կոնկրետ հոդվածներ, կետեր, որի արդյունքում մեր քաղաքական դաշտի համար սկսելու է պատժվել, ջուր ծեծելը, բոչկա գլորելը, ցեխ շպրտելը, խրախուսվելու է գործանելը։ Եթե իրենք էլի փորձեն շարունակեն զզվացնել քաղաքացիներին, դա պատժվելու է քաղաքացիների կողմից, դա պատժվելու է բոլորին դեմ քվեարկելով եւ ընդհակառակը գործ ունի ասելիք ունեցող քաղաքական ուժերը ավելի մեծ շանս են ստանալու լինել ազգային ժողովում։ Նմանատիպ ակցիաներ ուժն արդեն իրականացրել է նաև Երևանում և Գյումրիում հանրային ուշադրությունը հրավիրելով ընտրական համակարգի շուրջ իր առաջարկներին։ Բոլորին դեմ եմը շարունակում է իր ուղերձները փոխանցել խորհրդանշական ակցիաներով, քաղաքական օրակարգի կենտրոնում պահելով համակարգային փոփոխությունների թեման։ Սերինե Սերոբյան, Գոռ Փելեշյան, լուրերի համար։